Ռիոփենի եթերում Ռինյուզի գլխավոր թողարկումն է, ամփոփենք այս ուրբաթ 14-ը նախամարոտ։ Լերանում է Թրամփի ճանապարհը հիշատակող հռչակագրի ստորագրման 100-րդ օրը, ինչ է արվել, նոր մանրամասներ։ Բաքվում պահանջում են ՑՄ ու 20 տարով դատապարտել Արցախի նախկին ղեկավարությանը, վերջին զարգացումները։ Ռուսների արձակած Իսկանդերի բեկորներն ընկել են Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան վրա, ռուս-ադրբեջանական նոր լարում։ Ադրբեջանի զենքի գործարանում պայթյուն է տեղի ունեցել, ինչ վարկածներ կան։ Վրաստանում հետապնդում են նախկին վարչապետերին, ինչ է կատարվում։ Եվ փոխեք անվադողերը, այլապես վաղվանից կպատժվեք։ Թրամփի ճանապարհի մասին նոր մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանը, ասել, որ քննարկվում է կառուցապատման իրավունքի երկու սցենար՝ 99 եւ 49 տարվա։ Պետք է ստեղծվի հայ-ամերիկյան համատեղ ընկերություն, որտեղ ռազմավարական նշանակության հարցերում Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք։ Փաշինյանը նաև խոսել է այն մասին, թե ինչից է սկսվելու այս գործընթացը, մի քանի օր առաջ էլ մոտավոր ժամկետների մասին էր խոսել։ ՔՊԱ-ական падգամավորներից մեկն էլ անդրադարձել է մտահոգություններին, որ նախագծի մեջ կարող են հայտնվել երրորդ կողմի ներդրողներ, օրինակ Ադրբեջանից կամ Թուրքիայից, ինչ է լինելու այդ դեպքում։ Վստահեցնում են, որ առանց Հայաստանի համաձայնության այդպիսի որոշումներ չեն կայացվելու։ Թրամփի ճանապարհի մասին խոսել է նաև ընդդիմության ներկայացուցիչը, թերահավատ են ու պնդում են, որ սա միջանցք է, առավել եւս, որ հենց փաստաթղթում էր գրված Ադրբեջանից Նախիջևան Հայաստանի տարածքով անխոչնդոտ հաղորդակցություն։ Չնայած այդ նույն երրորդ կետում նաև գրված էր երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորություն, հիմնված պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականություն եւ իրավազորությունը հարգելու վրա։ Բայց վերադառնանք իրագործմանը, 3 ամիս անցավ Թրամփի թրիփի հռչակագրից։ Այն ստորագրել էին օգոստոսի 8-ին, ուղիղ 99 օր առաջ, վաղը կլրանա 100-րդ օրը։ Եկեք տեսնենք այս 100 օրում ինչ առաջընթաց կա, ինչ է արվել ստորագրելուց հետո այդ ուղղությամբ ու ինչ է նախատեսվում անել։ Արդեն երկրորդ տարին է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ու Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը կազմակերպում են միջազգային համաժողով նվիրված խաղաղության խաչմերուկին։ Բացման ելույթում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր էլ Հայաստանը պատրաստ է մարգարեից կորնիձոր ապահովել բեռնատարների տարանցումը։ Նա նաև խոսեց թրիփից, ասաց, որ այն կառավարվելու է հայ-ամերիկյան ընկերության միջոցով, որտեղ Հայաստանը ունենալու է վճռորոշ ձայն։ Լրագրողների հետ հարց ու պատասխանում էլ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նշեց, որ այդ ընկերության հետ կապված որոշումները կայացվելու են կոնսենսուսով, այսինքն եթե Հայաստանը մի բան չուզի, չի լինի։ Բոլոր որոշումները, այդ թվում ներդրողների ընտրության հետ կապված, երրորդ կողմերի ներգրավման հետ կապված, բոլոր որոշումները կայացվելու են կոնսենսուսով, այսինքն Հայաստանը պետք է պարտադիր տա իր համաձայնությունը եւ այդ անհանգստությունը հաճախ է հնչեցվում, որ կարող են Ադրբեջանից եւ Թուրքիայից ներդրողներ լինեն, այստեղ Հայաստանը ունենալու է որոշիչ ձայն, թույլ տալու կամ թույլ չտալու դա։ Սա պատասխաններ Ռիոփնի հարցին, թե արդյոք կարող է թուրքական կապիտալ լինել այդ ընկերությունում։ Խանդանյանը նշում է, որ հայ-ամերիկյան ընկերության միջոցները ներդրումներով են ապահովվելու։ Կարծում է շատերն են հետաքրքրված ճանապարհով, իսկ ներսում Նիկոլ Փաշինյանը բացում էր միջազգային համաժողովը։ Ասում է, իր ելույթից հետո էլ հնարավոր է հնչելու են նոր մտքեր, որ սա ապոկալիպսիսի է հասցնելու։ Խնդրում եմ հաշվի առեք, որ ես իհարկե հասկանում եմ կարևորությունը, բայց ամեն ինչին չէ, որ կարող եմ 5 րոպե հետո արձագանքել, եւ այն, որ ես 5 րոպե չեմ արձագանքել եւ չեմ հիմնավորել, որ ապոկալիպսիսը մտածածին է, դա չի նշանակում իմ լուր համաձայնությունը ապոկալիպսիսի տեսության հետ։ Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ բանավոր պայմանավորվածությունները լեգիտիմ չեն եւ չկա բանավոր պայմանավորվածություն։ Նա մանրամասներ ներկայացրեց թրիփի ենթակառուցվածքների մասին։ Ըստ նրա թրիփ նախագիծը ունենալու է մի քանի երկաթուղի, էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, որի մեջ կարող են լինել գազամուղ, նավթամուղ, մալուխներ, իհարկե նաև տրանսպորտային այլ հաղորդակցություններ ու ճանապարհներ։ Ասում է, որ կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո հողի վրա գտնվող գույքը դառնալու է Հայաստանինը։ Այժմ քննարկվում է կառուցապատման իրավունքի երկու սցենար՝ 99 եւ 49 տարվա համար։ Երկաթուղու պարագայում վստահաբար կարելի է ասել, թե որտեղում է անցնելու երկաթուղին, դա մեր հարավային երկաթուղին է, որը խորհրդային միության ժամանակ գոյություն է ունեցել պայմանական Նռնաձոր, Կարճևան հատվածներում, այսինքն մեզ հայտնի, որը խաղաղության խաչմերուկ նախագծում նշված է, ակնհայտորեն երկաթուղին լինելու է այդտեղ։
Երկաթուղին պիտի Ադրբեջանից մտնի Մեղրի, հետո Նախիջևան ու Երասխ եւ շարունակի մինչեւ Թուրքիայի սահման, ասում է Փաշինյանը եւ նշում, որ տարածքը ռելիեֆի տեսանկյունից նույնիսկ երկաթուղու համար է սահմանափակ։ Իսկ Խանդանյանի համար էլ տարակուսելի է, թե ինչու է Թուրքիան հիմա ներդրումներ անում այլ երկաթուղու կառուցման վրա։ Իդեպ միջազգային համաժողովը տեղի էր ունենում հյուրանոցներից մեկի Արարատ անունը կրող սրահում, իսկ ազգային ժողովում ընդդիմադիր գործիչները խոսում էին հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Մասնավորապես Մամիջանյանն անդրադառնալով թրիփին ասում է, որ բոլոր փորձագետները նշում են միջանցքային տրամաբանությամբ է։ Խաղաղությունը որևէ երաշխիք, բացի նրանից, որ առևտուր կանենք լավ կլինի, չունի։ Իսկ Ադրբեջանը այն երկիրը չի, որին փորձես զսպել հայտարարություններով կամ առևտրով։ Մամիջանյանը նշում է, որ տնտեսական լավ հարաբերությունները խաղաղության երաշխավոր չեն, օրինակ Ռուսաստանն ու Ուկրաինան էլ ունեին տնտեսական ամուր հարաբերություններ, իսկ թե ինչ եղավ 2022-ից հետո ամբողջ աշխարհն է ամեն օր ականատես լինում։ Սիմոն Հովանիսյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։ Իդեպ ռուսներն այսօր նորից Կիևին են հարվածել եւ դրա հետևանքով մասամբ փլուզվել է Ադրբեջանի դեսպանատունը։ Նորից մեծ սկանդալ է հասունանում ռուս-ադրբեջանական հարաբերություններում, դեսպանին են կանչել, Զելենսկին ու Ալիևն են հակառուսական խոսակցություն ունեցել։ Այդ մասին քիչ հետո կխոսենք, մինչև այդ արտգործնախարարը գնացել է Վրաստան, որտեղ հենց թրիփի մասին է խոսել։ Ավելի ճիշտ ընդհանուր ապաշրջափակման։ Օրինակ Վրաստանի ազգային ժողովի նախագահին ասել է, որ ապաշրջափակումը կնպաստի տարածաշրջանի վերացմանը արդյունավետ տարանցիկ եւ լոգիստիկ հանգույցի։ Սա արտգործնախարարության կայքում է գրված։ Դե իսկ իրենց արտգործնախարարի հետ նրան ներկայությամբ էլ ասել է, որ այս ապաշրջափակումը անխոչնդոտ հաղորդակցություն կստեղծի Հարավային Կովկասի բոլոր երկրների եւ հարևան տարածաշրջանների միջև, այդ թվում օրինակ Վրաստանին կապահովի Պարսից ծոցի հետ երկաթուղային կապով։ Իրականում Վրաստանը այս բոլոր զարգացումներին պետք է որ ամենաուշադիրը հետևի, որովհետև տարածաշրջանում նախկին ստատուս քվոն Վրաստանին հանգիստ վերածել էր, ինչպես մեր Հայաստանի արտգործնախարարն է այսօր ասել, արդյունավետ տարանցիկ եւ լոգիստիկ հանգույցի, բայց Վրաստանը, ոչ թե տարածաշրջանը։ Ու եթե հիմա այս ամենը տեղի ունենա, Վրաստանը կկորցնի իր այս դիրքը, հետեւաբար շատ կարեւոր է անընդհատ խոսել այս մասին ոչ միայն Իրանի, այլև հենց Վրաստանի հետ։ Առավել եւս, եթե կա գազատար ու նավթատար անցկացնելու մտադրություն, որովհետեւ այդ բոլոր ենթակառուցվածքներով Ադրբեջանը եւ Թուրքիան այսօր կապվում են հենց Վրաստանով։ Իդեպ Վրաստանում նախկին վարչապետերի հետապնդումներ են, այդ մասին էլ քիչ հետո կխոսենք, բայց նախքան դա ավելի կարևոր թեմաներ կան, քանի դեռ Երևանում ու Թբիլիսիում քննարկում են Թրամփի ճանապարհը, Բաքվում քննարկում են Արցախի նախկին ղեկավարների դեմ ադրբեջանցի դատախազների պահանջած պատժաչափերը։ Ուզում են ՑՄ ազատազրկել Արայիկ Հարությունյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Իշխանյանին ու Դավիթ Բաբայանին, 20 տարով նախկին նախագահներ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին, 16-ից 19 տարով էլ մյուսներին։ Գերիների հետ կատարվողի մասին այսօր խոսել են նաև ազգային ժողովում։ Իշխանությունը պնդում է, որ խնդրով անընդհատ զբաղվում են, որ հարցն իրենց օրակարգում է, խաղաղության ամրապնդման ու հարաբերությունների կարգավորման ընթացքում այս խնդիրն էլ պետք է լուծվի։ Ընդդիմությունն էլ ասում է, որ առնվազն Թրամփի մոտ ստորագրված փաստաթղթերի համատեքստում կարելի էր լուծել այս հարցը, առավել եւս, որ հենց Թրամփն էր խոսել այս մասին։ Մեր գերիների հետ կապված վերջին զարգացումները ռեպորտաժում։ Բաքվում մոտենում է հայ գերիների շինծու դատավարության ավարտը, դատախազը պահանջում է ՑՄ ազատազրկել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, փոխնախարար Դավիթ Մանուկյանին, ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի համար դատախազությունը 20 տարվա ազատազրկում է պահանջում, իսկ մյուս ամբաստանյալների համար 16-ից 19։ Բաքվի դատարանի կարծիքը երկրի քաղաքասարակությունն է կիսում։ Ադրբեջան'da saxlanılan Նրանք գերիներ չեն, նրանք նոյեմբերի 10-ից հետո են ձերբակալվել։ Թեև գերիները բաժանվում են մի քանի խմբի, բայց ձեր հանրությանը անհանգստացնում է Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որոնց դատաքննությունը դեռ ընթանում է։ Մյուս խումբը այն անձինք են, որոնց վերաբերյալ վճիռներ կան, սակայն նրանց ճակատագիրը կախված է երկրների երկկողմ բանակցություններից։ Հոկտեմբերին Հայաստան եկած այս մարդը այցից հետո զրուցել էր Reopen-ի հետ։ Ադրբեջանական պաշտոնական հակահայ օրակարգը նաև քաղաքագետի խոսույթում է կրկնվում։ Մի քանի անգամ մեր կառավարությունը գերիների մասին նշել էր, չեն խոսի այդ թեմայով, քանի դեռ դրական շարժ չկա։ Մենք գործնականում ամեն օրյա ռեժիմով այդ թեմայի վրա աշխատում ենք եւ քանի դեռ արդյունք չկա, որը ակնհայտ կլինի, որևէ լրացուցիչ բան չեմ կարող ասել։
Ըստ ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի, ինչքան էլ իշխանություններն ասում են, որ խնդիրը բարձրաձայնում են միջազգային հարթակներում, արդյունքը 0 է։ Եվ թվում է, թե պիտի Հայաստանի քաղաքական, թե ներքաղաքական եւ թե արտաքին քաղաքական օրակարգում մեր գերիների ռազմաքաղաքական նաև ղեկավարության վերադարձի հարցը լիներ ամենաբարձր առաջնահերթությունը գերակայությունը։ Իսկ իշխանական Արթուր Հովհաննիսյանն իր խորը մտահոգությունն է հայտնում, նշելով, որ իրենց համար սա առաջնային խնդիր է եւ ամեն օր աշխատում են։ Ստեղծված մթնոլորտը, խաղաղության մթնոլորտը նպաստավոր պայմաններ պետք է ստեղծի, որ կարողանանք լուծել ուրեմն Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների իրենց տուն վերադարձի հարցը։ Հիշեցնենք 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիայից հետո ձերբակալվեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի եւ շատ ուրիշների վկայությամբ նրանք պատանդ էին մնացել Արցախի բնակչության անվտանգ ելքի պայմանով։ Ադրբեջանը նրանց մեղադրում է մի շարք շինծու հանցագործությունների մեջ, պատերազմ սկսելու եւ վարելու, ահաբեկչության, ցեղասպանության եւ իշխանության բռնի զավթման, իհարկե կեղծ թեզերով ու փաստերով։ Սիմոն Հովհաննիսյան, Դիանա Կարապետյան, Reopen Media։ Հիմա ներքաղաքական զարգացումների մասին վաղ շաբաթում, այսօր քարոզարշավի վերջին օրն էր, կիրակի ընտրություններ են այս օրերին, հատկապես այս շաբաթ, մեր Անին այնքան շատ գնաց Էջմիածնին, որ քիչ էր մնում գրանցումը փոխեր։ Անի, ինչպես ես։ Դավիթ, իրականում երկու շաբաթների ընթացքում իրոք այնքան եմ եղել Էջմիածնում, որ տեխնատուներին ավելի շատ եմ տեսել, քան ընտանիքիս անդամներին։ Այ քոռանամ։ Իսկ ինչ են ասում իրենք։ Բավականին լարված է լինում իրավիճակը երբեմն, իրականում տեխնատուները բնականաբար, ինչպես ցանկացած ընտրությունների ժամանակ իրար նկատմամբ մեղադրանքներ են հնչեցնում, ընդհանուր առմամբ կարելի ասել տեխնատուների պակաս չկա այս տարի, 8 տեխնատու կա, ինչ որ չափով բնակիչների համար գուցե դժվարություններ լինեն կողմնորոշվելու հարցում 8 տեխնատուների մեջ, հիմնականում տարբեր նախընտրական քարոզարշավի ընթացքում տարբեր առաջնահերթություններ են հնչեցնում, մեկը ասում է բազմաբնակարան շենքերն են կարևոր, մյուսը ասում է թափառող շներն են կարևոր, երրորդն էլ ասում է գյուղական համայնքի խնդիրներն են կարևոր։ Լավ, իսկ ամենակարևոր հարցը Մայրաթորի հետ կապված այս ամբողջ զարգացումները որևէ ձևով ազդում են, ընդհանրապես մթնոլորտը քաղաքում ինչպիսին է, սպասենք ինչ-որ թեժ զարգացումներ։ Անկեղծ կլինեմ թեժ զարգացումների, կարծում եմ կարիք չկա սպասելու, Մայրաթորի թեման բնականաբար առանցքային է ընդհանուր նախընտրական քարոզարշավի ընթացքում, նաև եղել եմ տարբեր նախընտրական շտաբերում, տեսել եմ Մայրաթորի դրոշը նրանց մեծ մասում, պիտի ասեմ, որ տեխնատուներից շատ-շատերը այսպես կփորձեմ ցիտել իրենց, մենք եկեղեցու կողքին ենք ու չենք աջակցում այն քայլերին, որ անում է իշխանությունը։ Դա ասում են տեխնատուները, ընդդիմադիր տեխնատուները։ Հասկանալի է։ Լավ, արի ամբողջ ռեպորտաժը չպատմենք, տեսնենք այսօր այնտեղ ինչեր է սարել, տեսնենք ռեպորտաժը ու շարունակենք։ Վաղարշաբաթում քարոզարշավի վերջին օրն է։ Վաղը լռության օր է, իսկ կիրակի համայնքի բնակիչները կկատարեն իրենց ընտրությունը, որոշելով, թե որ քաղաքական ուժին են վստահելու համայնքի կառավարումը առաջիկա 5 տարում։ Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։ Քարոզարշավի վերջին օրը մեր նկարահանող խումբը զրուցել է տեխնատուներից մի քանիսի ու էջմիածինցիների հետ, ամփոփելու անցնող քարոզարշավը եւ հասկանալու ընտրողների տրամադրությունը։ Ժառանգություն կուսակցության ցուցակը գլխավորող Արկադի Փայտյանը նշում է, որ 2 շաբաթ տևած քարոզարշավի ընթացքում հանդիպել են ինչպես հիասթափված, այնպես էլ վճռական տրամադրված քաղաքացիների։ Եվ հիասթափվածներ կան եւ մարդիկ կան, որ արդեն չեն ուզում մասնակցեն զուտ պատճառաբանելով նախկիններին, գործողներին։ Մենք ոչ նախկին ենք, ոչ գործող ենք եւ գնում ենք առաջ Աստված հուսանք բոլորը լսել են բոլորի կոչերը, այսպես ասած 8 կուսակցություն է մասնակցել եւ ամեն մեկը յուրովի իր ընտրողներին համոզել ենք, կոչ են արել, որ գնան ընտրության եւ մասնակցեն, որովհետեւ այս ընտրությունից է կախված մեր վաղվա օրը։ Հաղթանակ դաշինքը փորձում է ընտրողներին կոնկրետ առաջարկներ ներկայացնել։ Նրանց ծրագրի առանցքային կետերից է գյուղական խորհրդի ձևավորումը, որը պետք է ամեն ամիս ներկայացնի խնդիրները։ Դաշինքի տեխնացուի կարծիքով այս ընտրություններն ավելի ակտիվ են լինելու, բայց նաև շեշտում է, որ մարդկանց մեջ անվստահություն կա։ Համեմատենք նախորդ ընտրությունների հետ 21 թվականի վաղաշաբաթ խոշորացված համայնքի ընտրությունները հետ անհամեմատ ավելի ակտիվ ընտրություններ են լինելու, անհամեմատ ավելի ակտիվ քարոզարշավը տեղի ունեցել 8 քաղաքական ուժեր, բոլորն էլ ակտիվ քարոզարշավ իրականացրել են, բոլորն էլ իրենց տեսակետներով կիսվել բնակիչների հետ, կարծում եմ, այո, մասնակցությունը բավականին բարձր է լինելու,
բնակիչների, բայց իհարկե հանդիպել ենք շատ մարդկանց, ովքեր ասում են, որ մենք այլևս չենք մասնակցելու, այլևս չենք հավատում, մի քանի տարի մեկ գալիս են մարդիկ, գալիս են թիմեր, նույն խնդիրների մասին խոսում, սակայն այդ խնդիրները այդպես էլ մնում է չլուծված։ Համահայկական ճակատ կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Սիմոնյանը նշում է, որ իրենց թիմը բնակիչների կողմից ջերմ ընդունելության է արժանացել։ Ըստ նրա մարդիկ բարձրաձայնել են տասնամյակներով կուտակված խնդիրների մասին։ Քարոզարշավը անցել է բացառապես օրենքի սահմաններում։ Քարոզարշավը անցել է քաղաքացիների կողմից, ես արժանացել եմ ջերմ վերաբերմունքի։ Քաղաքացիների կողմից հյուրասիրությունների, մտերմիկ զրույցներ ենք ունեցել, անկեղծ զրույցներ, նրանք բարձրացրել են իրենց բոլոր խնդիրները, հարցերը, դրանք բազմաշերտ են, շատ են։ Մարդիկ շատ են նման կատեգորիայի քաղաքացիները, որոնք չեն հավատում, չեն վստահում, բայց նոր քիչ առաջ մենք էլի կար մեկ ազնվորություն, որը ասաց ես չեմ գնալ ընտրության, քանի որ բոլորն էլ սուտ են ասում, խաբում են, երբ որ ես ներկայացա, հայրիկը հուզվեց, մենք էլ հուզվեցինք, որ անպայման ես գնալու եմ եւ այս համազգեստի տողուն ընտրելու եմ մեր ընտանիքի անդամներով պարտադիր ներկայացնենք ընտրատեղամաս եւ մեր ձայնը վստահենք համար 2-ին։ Համայնքի խնդիրները բազմաթիվ են։ Մայր Հայաստան դաշինքը խոստանում է ասֆալտապատեր փողոցները, լուծել թափառող շների խնդիրը։ Տեխնացու Գրիշա Հարությունյանը ներկայացնում է այն հիմնական խնդիրները, որոնք բարձրաձայնել են բնակիչները քարոզարշավի ընթացքում։ Վաղար շաբաթ խոշորացված համայնքը գյուղական համայնքները ունեն ոռոգման ջրի խնդիր, գյուղեր կան, որ խմելու ջրի խնդիրներ ունեն եւ հիմնականում Խոյ համայնքի գյուղերը ամենամեծ խնդիրը, որը որ բարձրացրել են, դա ջերմոցների հետ օրինականացման հարցն է։ Էջմիածին քաղաքում հիմնականում խնդիրները տանիքների հետ կապված, բակերի հետ կապված, ասֆալտապատման խնդիրներ են ավելի շատ, որոնք որ նշեմ, որ մենք փորձառու թիմ ունենք, վաղար շաբաթը լինելու է հանրապետության տուրիստական կենտրոններից մեկը, մենք դա անելու ենք։ Վաղի մթնոլորտի մասին նաև Ազատ դեմոկրատներ կուսակցության տեխնացուն է մատնանշում, ասում է կյանքը ընտրություններից հետո սկսվելու է ոչ թե ավարտվելու։ Ես արդեն ասել եմ, ընտրողների տրամադրությունը շատ տարբեր է։ Վախեցած տարբեր որակի, տարբեր տեսակի տրամադրություններ կան, բայց ընդհանուր առմամբ ոչ նորմալ է։ Երևի մարդիկ իրենց կարծիքը կհայտնեն ընտրախցիկում, արդեն անկաշկանդ կլինեն այնտեղ եւ ցույց կտա, թե ինչքանով այդ ամենը համապատասխանում իրականության հետ։ Հանրապետություն կուսակցության տեխնացուն էլ պատմեց, որ քարոզարշավին ոսկեհատում խոչընդոտել են, մանրամասնելուց էլ հրաժարվեց։ Վաղը քաղաքացիները կնստեն տանը, ծանրութ հետև կանեն, կհիշեն, որ իրենք վաղարշաբաթում միշտ ընտրել են խաթերով եւ վախով։ Իսկ ինչ են մտածում իրենք էջմիածինցիները։ Իդեալական տեխնացուն էջմիածնի ինչպիսին պիտի լինի։ Շատ կիրթ, շատ խելացի, համար երրորդին եմ ընտրելու։ Սիրուն տղա պետք է քաղաքի մասին մտածող լինի, էներգիա ունենա, կազմակերպչական լավ ջիղ ունենա, մարդկային լավ հարաբերություններ ունենա, որտեղ օրական 1000 տեսակի մարդկանց հետ աշփվելու։ Գրագետ, ազնիվ, խելացի, իհարկե, ինչքան խելացի լինի, լավ կլինի։ Իդեալական պետք է լինի ամեն կողմով։ Ես օրինակ Մեխակյանին եմ հավանում։ Քանի տարի է ես ԿՊ-ում եմ, դե ոչ թե ես մինչեր եմ անում, բայց ամեն դեպքում մեջից էլի նրանց вообще չեմ ճանաչում։ Ինձ համար կարևորը քաղաքի մի շարք խնդիրներ լուծվեն, մաքրություն, աղբահանություն, այս հաճախակի հոսանքի անջատումները, կոմունալ խնդիրները, ինչու՞ չէ։ Երևի թե այսքանը համենայն դեպս։ Իսկ ինչ հատկանիշներ կթվարկեք խելացիությունը, ծանոթներ շատ ունենա։ Չէ, երևի թե ավելի շատ մարդասիրությունը, հյուրընկալություն, մարդասիրություն եւ ազնվությունը։ Ճիշտ ասած չեմ պատկերացնում ոչ մի տիպի մեր տեխնացուներին, չեմ էլ ուզում խառնվեմ, ոչ ընտրում եմ։ Չէ, հետաքրքրում։ Չէ, ընդհանրապես։ Քաղաքական ուժերի պայքարին զուգահեռ հիմնական ինտրիգը մնում է ընտրողների ակտիվությունը։ Աննա Հարությունյան, Անի Հովանիսյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։ Այսօր նորից լարված է անցել հեծին լիցենզիայի ձեռքելու հարցի քննարկումը հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովում։ Հեծի նախկին տնօրենը հանձնաժողովի նախագահին հարցրել է, թե ինչու են նիստին ոստիկաններ եկել ու պահանջել է, որ նրանք դուրս գան։
Էլեկտրացանցերի շուրջ կատարվողը քաղաքական նշանակություն ունի։ Հեծազգայնացնելու օրակարգը հայտնվեց Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից ու կալանավորվելուց հետո, ավելի ճիշտ այդ օրերին։ Նշանակվեց ժամանակավոր կառավարիչ, մի խոսքով տեսնենք ինչ եղավ այսօր։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շարունակում է Տաշիր խմբին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայի հնարավոր չեղարկման հարցի քննարկումը։ Այս գործընթացը մեկնարկել է Տաշիր խմբի սեփականատեր գործարար Սամվել Կարապետյանի դեմ պետական հեղաշրջման կոչերի մեղադրանքների ֆոնին, մեղադրանքներ, որոնք նա եւ իր կողմնակիցները կտրականապես հերքում են։ Այսօրվա նիստը կենտրոնացած էր ՀԵՑ-ի նախկին ղեկավարության փաստարկների վրա, որոնք պնդում են, թե Հայաստանի ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնած վարույթը լի է անօրինականություններով եւ անհիմն մեղադրանքներով։ Ընկերության նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը պնդում է, որ ժամանակավոր կառավարչի ներկայացրած ենթադրյալ խախտումները իրականում իր իսկ կողմից նախաձեռնված ստուգումների արդյունք են։ Իմ ասած իմաստը հետեւյալն է, ընդհանրապես պետք է ճիշտ քաղաքականություն պայքարելու։ Եթե չենք պայքարում, իհարկե, հիմա իրենք այդ ճանապարհին են։ Իրենք հիմա թող հայտարարեն, որ կոնկրետ կորուստների հետ կապված իրացման տնօրինությունում ինչ որ բան է փոխվել, բացարձակ ոչ մի բան չի փոխվել։ Իրենք կառավարում են մեր ձևով, չունեն իրենց ձևը, կառավարում են մեր ձևով։ Ղազինյանը մեղադրում է ներկայիս ժամանակավոր կառավարչին սեփական կառավարման մեթոդ չունենալու եւ իր պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած լուրջ հավելագրման դեպքերը կոծկելու մեջ, չնայած աննախադեպ իշխանություն եւ լծակներ ունենալուն։ Երեք դուք տեսաք, որ հարց ու պատասխանի ժամանակ կոտրվեց ամբողջությամբ համակարգվածությունը։ Վարույթը 171 էջ է։ Կա եզրափակիչ մաս։ Եզրափակիչ մասում ուղղակի գրված է։ Տիրում է, այսպես գործել է համակարգված սխեմա եւ այլն եւ այլն։ Համակարգված եւ համատարած։ Այո։ Երբ որ հարցը բացում ենք, հանձնաժողովի աշխատակազմը ասում է, դե 171 էջի սկզբում գրել ենք, որ արտաշատ ցանցում է։ Բայց մեր ժողովուրդը բնականաբար կարդում է եզրափակիչ մասը։ Այսինքն բնականաբար դա դիտավորություն է։ Տաշիր կապիտալի պաշտպանական կողմը նույնպես կոշտ հարցականի տակ է դրել այն հիմքերը, որոնցով մեկնարկել է ողջ վարույթը։ Նիստի ընթացքում Տաշիրի փաստաբանները հարցրել են հանձնաժողովի ներկայացուցիչներին, թե ինչու այդ կետերը չեն քննվել։ Հանձնաժողովը աշխատանք կատարել է, ինչպես որոշման նախագծում արձանագրված է, հանձնաժողովը իրականացրել է թվով 9 մոնիտորինգ եւ ժամանակավոր ներողություն թվով 3 մոնիտորինգ, թվով 3 մոնիտորինգ, այդ թվում նաեւ հանձնաժողովի աշխատանքը ենթադրում է ժամանակավոր կառավարչի կողմից ներկայացված բոլոր տեղեկությունների եւ փաստական հանգամանքների ուսումնասիրություն։ Պաշտպանական կողմը նաև հարցականի տակ է դրել վարույթը կասեցնելու իրենց միջնորդության մերժումը, մինչև սահմանադրական դատարանը կորոշի ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին օրենքի սահմանադրականությունը։ Այդ միջնորդությունը պայմանավորվել էր վարույթը կասեցնելու հնարավոր հետևանքի հետ, չէ, այսինքն հաշվի առնելով, որ հնարավոր է կամ չի բացառվում կասեցվի վարույթը, այդ դրանով նաև պայմանավորված միջնորդել էիք կասեցնել ժամանակավոր կառավարչի գործառույթները։ Նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանն ամփոփում է դիմակայությունը, պնդելով, որ հանձնաժողովը ստեղծել է համակարգված սխեմայի մասին պատում, առանց կոնկրետ ապացույցներ ներկայացնելու եւ հիմնվելով ըստ նրա կասկածելի մեթոդներով ձեռք բերված ցուցմունքների վրա։ Քննարկումը շարունակվում է։ Սպասվում է, որ հաջորդիվ հանձնաժողովը կարձագանքի Տաշիր կապիտալի հարցադրումներին։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Հիմա Վրաստանի մասին խոստացված պատմությունը իշխանությունը հետապնդումներ է սկսել նախկին թիմակիցներ, նախկին վարչապետեր Գեորգի Գախարյանի եւ Իրակլի Ղարիբաշվիլիի դեմ։ Գախարյանին հերրակա կալանք է նշանակվել, իսկ Ղարիբաշվիլին 1 միլիոն լարի գրավի դիմաց ազատ է արձակվել անօրինական եկամուտների գործով։ Երկու գործընթացներն էլ դիտարկում են որպես Վրաստանի անուղղակի կառավարիչ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հաշվեհարդար իր երբեմնի ենթակաների նկատմամբ։ Սա հատկապես ուշագրավ է հաշվի առնելով Եվրամիության անթաքույց աջակցությամբ գործող ընդդիմության չդադարող բողոքները։ Վրաստանում աննախադեպ զարգացումներ են տեղի ունենում։ Եվրոպական միության հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին իշխող կուսակցությունը միաժամանակ դատում է իր թիմի երկու նախկին վարչապետներին։ Նախօրեին դատարանը նախկին վարչապետ Գեորգի Գախարյանի նկատմամբ հերրակա կարգով կալանքի որոշում կայացրեց, իսկ 3 շաբաթ առաջ Իրակլի Ղարիբաշվիլիին ազատ արձակեց 1 միլիոն լարի կամ մոտ $370,000 գրավի դիմաց, արգելելով նրան լքել երկիրը։
Երկու գործերն էլ քաղաքական գնահատականների են արժանանում, իսկ ընդդիմությունը խոսում է իշխող կուսակցության փաստացի ղեկավար Բիձինա Իվանիշվիլի անձնական վրեժխնդրության մասին։ Գախարյան մեղադրվում է երկու դրվագով 2019 թվականի հունիսի 20-ի ցույցի այսպես կոչված Գավրիլովի գիշերվա ընթացքում ծառայողական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև Չորչանա գյուղի մոտ անցակետ բացելու գործով, որը դատախազությունը կապում է 100 հեկտար անտառի օկուպացիոն ուժերի վերահսկողության տակ անցնելու հետ։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 9-ից 13 տարվա ազատազրկում։ Մակո Գոմուրին, ով 2019 թվականի հունիսի 20-ին Ռուսթավելիի պողոտայում ռետինե փամփուշտի հարվածի հետևանքով կորցրել է աչքը եւ բազմաթիվ վիրահատությունների է ենթարկվել, ասում է, որ միշտ հավատացել է, որ Գեորգի Գախարյան մի օր անպայման կպատժվի։ Այնինչ հիմա տեղի է ունենում, նա կարմա է անվանում, բայց արդարության վերականգնում չի համարում։ Մակոն որոշել է, որ եթե իրեն կանչեն դատարան, չի գնա Գախարյայի գործով նիստին։ Սա օրինակ է այն մարդկանց համար, որոնք մինչև օրս ծառայում են վրացական երազանքին։ Եթե նրանց վրացական երազանքին անհրաժեշտ լինի, ցանկացած պահի կզոհաբերեն ցանկացած մարդու։ Ահա եւ Ղարիբաշվիլին նրանց համար գովելի նախարար եւ վարչապետ էր, բայց նա էլ գրեթե նույն ճանապարհն անցավ, ինչ Գախարյան։ Գախարյայի փաստաբան Բերդիասի Ճինավան դատական նիստի ավարտից հետո լրագրողներին հայտարարել է, որ մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ Գեորգի Գախարյան ռետինե փամփուշտներ կիրառելու հրաման չի տվել, ինչն էլ ցույցի ժամանակ հանգեցրել էր քաղաքացիների առողջությանը վնաս պատճառելուն։ Մենք առանձնապես այլ սպասումներ չունեինք, սա լիակատար իրավական խելագարություն է, ինչին հետևում ենք վերջին օրերին, իրավական տեսանկյունից էլ անհեթեթություն ու խելագարություն։ Դուք տեսաք, որ դատախազությունը որևէ փաստարկ, այդ թվում խափանման միջոց կիրառելու փաստացի հիմքեր չուներ, քանի որ հանցագործություն չի կատարվել։ Ինքը Գեորգի Գախարյան գործընթացը քաղաքական հետապնդում է անվանում եւ գնահատում որպես վրացական երազանքի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նախընտրական սպառնալիքների իրականացում։ Գախարյայի կուսակցությունում հայտարարում են, որ չնայած հետապնդմանը շարունակում են խորհրդարանական գործունեությունը։ Գախարյան ինքը այս տարվա հունիսի վերջից երկարատև աշխատանքային վիզայով Գերմանիայում է, սակայն հստակեցրել է, որ այնտեղ քաղաքական ապաստան չի հայցել, այլ աշխատում է Վրաստանի եվրոպական ապագայի համար։ Հոկտեմբերի 24-ին էլ դատարանի առջև կանգնեց մյուս նախկին վարչապետը Իրակլի Ղարիբաշվիլին։ Դատարանը նրա նկատմամբ եւս որպես խափանման միջոց ընտրեց 1 միլիոն լարիի գրավը, առգրավեց նրա անձնագիրը եւ արգելեց լքել երկիրը։ Ղարիբաշվիլին մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով անօրինական եկամուտների օրինականացման մեջ, ինչը նախատեսում է 9-ից 12 տարվա ազատազրկում։ Նրա փաստաբանի պարզաբանմամբ Ղարիբաշվիլին ընդունում է մեղադրանքի այն փաստը, որը վերաբերում է չհիմնավորված գույքին, մասնավորապես նրա տան խուզարկության արդյունքում հայտնաբերված 6.5 միլիոն դոլարին։ Պաշտպանական կողմը պնդում է, որ այդ գումարը ստացվել է նրա վարչապետության ժամանակահատվածների միջև ընկած շրջանում բիզնեսով, մասնավորապես իր հորը պատկանող գինու գործարանից, եւ գործը չի վերաբերում բյուջետային միջոցների յուրացմանը։ Ղարիբաշվիլիի փաստաբանը հայտարարում է, որ իր պաշտպանյալը համագործակցում է քննության հետ եւ պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին, սակայն չնայած դրան մեղադրանք առաջադրելուց հետո նա դեռ չի հարցաքննվել։ Իրակլի Ղարիբաշվիլին իհարկե դիմադրություն ցույց չի տալիս, նա օրինապահ մարդ է։ Նա նաև չի պատրաստվում լքել իր երկիրը եւ պատրաստ է պատասխանել, եթե քննությունը որևէ հարց ունենա։ Սակայն մինչև այս փուլը բացի այն ցուցմունքից, որը նա տվել է մեղադրանքի առաջադրման ժամանակ, նրան հարցեր չեն տվել, նա չի հարցաքննվել։ Դատական նիստի ընթացքում Ղարիբաշվիլին ելույթ չի ունեցել, իսկ դահլիճից դուրս գալուց հետո հայտարարել է, որ որևէ մեկի դեմ ցուցմունք չի տվել, դատախազությունը նրա կալանավորումը չի պահանջել, կարևորելով հանգամանքը, որ նա համագործակցում է քննության հետ։ Աննա Թանդարյան, Open Media։ Դեպ հիմա, ինչպես խոսեցինք, Թբիլիսիում է նաև Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Վրաստանի այսօրվա վարչապետի ու նաև նախագահի հետ։ Նախագահին օրինակ Telegram ալիքներն են գրում, ասել է, որ հաստատված խաղաղության շահառուն միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլև Վրաստանը եւ տարածաշրջանը։ Հիմա Ուկրաինա, որտեղ օրը բացվեց Իսկանդերի բեկորներով Ադրբեջանի դեսպանատան վրա, շենքը մասամբ փլուզվել է, Ալիևը նորից զայրացել է, հեռախոսով խոսել է Զելենսկիի հետ, որն էլ առանց երկար մտածելու պատմել է, թե ինչ հակառուսական զրույց են ունեցել, որ Ալիևը դատապարտել է այս հարվածը, ընդգծել, որ առաջին դեպքը չէ, երբ ռուսները թիրախավորում են դեսպանատան շենքը եւ Ադրբեջանին առնչվող այլ օբյեկտներ։ Թե ինչի կհանգեցնի այս միջադեպը դեռ կտեսնենք, բայց Ալիևը կարծես այդքան էլ տրամադրված չէ նորից փչացնել հարաբերությունները Պուտինի հետ, նոր են հաշտվել Դուշանբեում վերջերս։
Բայց երբեք չես իմանա։ Իդեպ այսօր Ադրբեջանում նաև զենքի գործարանում է պայթյուն եղել, զոհ կա, բայց միակ վարկածը տեխնիկական խնդիրն էր, թեև զարմանալի չի լինի, եթե ադրբեջանցի մի փորձագետ այստեղ էլ ռուսների կամ հայերի հետ կտեսնի, ինչպես թուրք սպաների կործանված օդանավի դեպքում։ Իսկ թե ինչ վիճակում է Ուկրաինան, եկեք տեսնենք։ Վաղ առավոտյան Ռուսաստանը Կիևի վրա իրականացրել է մինչ օրս ամենահզոր օդային հարձակումներից մեկը, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների զանգվածային տարափով։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հայտարարության համաձայն ռուսական ուժերը կիրառել են 430 դրոն և 18 հրթիռ, որոնք թիրախավորել են էներգետիկ օբյեկտներ, ենթակառուցվածքներ և բնակելի թաղամասեր, ամբողջ քաղաքում առաջացնելով պայթյուններ ու հրդեհներ։ Հարձակումներն եղել են ավերիչ։ Ուկրաինացի պաշտոնյաները հայտնել են առնվազն 4 զոհի և տասնյակ վիրավորների մասին։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նշել է, որ քաղաքում տուժել է առնվազն 29 մարդ, այդ թվում 2 երեխա և 1 հղիկին։ Ես սարսափած էի, այնքան սարսափած, որ չգիտեի ինչ անել։ Ինքս ինձ ու երեխայիս փրկեմ, թե վազեմ օգնելու ուրիշներին, քանի որ շատ մարդիկ ճչում էին և օգնության կարիք ունեին։ Ռուսական խմբային հարվածի հետևանքով լրջորեն վնասվել են նաև Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքը։ Ուկրաինայի նախագահը հաստատել է, որ Իսկանդեր հրթիռի հարվածի հետևանքով շենքը մասամբ փլուզվել է, տարածքը հսկայական վնաս է կրել։ Վոլոդիմիր Զելենսկին պատմել է, որ իր հետ հեռախոսազրույցում Իլհամ Ալիևը դատապարտել է հարվածը և ընդգծել, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռուսները թիրախավորում են ինչպես դեսպանատան շենքը, այնպես էլ Ադրբեջանի այլ օբյեկտներ։ Բաքվում Ռուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն, հանձնել բողոքի նոտա առ այն, որ Իսկանդերի հարվածից լիովին ավերվել է դեսպանատան տարածքի պարիսպը։ Վնասվել են ենթակառուցվածքները, ծառայողական մեքենաները, վարչական շենքերը և դեսպանատան հյուպատոսական բաժինը, ինչպես նաև լուրջ վնաս է հասցվել դիվանագիտական ներկայացուցչության տարածքին։ Միխայիլ Եվդոկիմովին հիշեցրել են, որ 2022 թվականի մարտի 10-ին Ադրբեջանի պատվավոր հյուպատոսության շենքը Խարկովում ենթարկվել էր օդային հարվածի և ավերվել։ 2024-ի հունվարի 2-ին կինժար հրթիռով օդային հարվածից Ադրբեջանի դեսպանատան հարևանությամբ հսկայական խառնարան էր առաջացել։ 2025 թվականի օգոստոսի 28-ին կրկին դեսպանատան հարևանությամբ հարված է եղել և կրկին վնասել են վարչական շենքն ու տարածքը։ Տարբեր օրեր ու տարբեր վայրերում դրոնները հարվածել են Սոկարի նավթաբազային և ենթակառուցվածքներին։ Նույն առավոտյան ռուս պաշտոնյաները հայտնել են Սևծովի Նովորոսիիսկ նավահանգստի վրա ուկրաինական անօդաչուների հարձակման մասին, որը ռուսական նավթի արտահանման կարևորագույն հանգույց է։ Ըստ հաղորդագրության հարձակման հետևանքով վիրավորվել է 4 մարդ։ Նովորոսիիսկի տեղական իշխանությունները հայտարարել են արտակարգ դրության և վնասված տների բնակիչների համար տեղակայել ժամանակավոր կացարաններ։ Ակնհայտ է, որ կան ռիսկեր, որոնց պետք է անդրադառնալ, մասնավորապես Բելգիայի պարագայում, և սա մի հարց է, որի վրա Եվրոպական հանձնաժողովը շատ լրջորեն աշխատում է։ Անդամ մյուս պետությունները ևս ընդունում են, որ ակնհայտորեն համերաշխություն է անհրաժեշտ այդ ռիսկերի հարցում, որոնք պետք է կիսվեն։ Այս առումով Բելգիայի իշխանությունների հետ ներգրավվածությունն ու աշխատանքը նույնպես շարունակվում են։ Պետք է ասել, որ այս գործողությունները ռիսկեր են պարունակում, բայց անգործության և ագրեսորին չզսպելու ռիսկերի համեմատ առավել Դիվանագիտական ճակատում լարվածությունը պահպանվում է։ Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունները մինչև տարեվերջ դադարեցնելու մասին, պատճառաբանելով էական առաջընթացի բացակայությունը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հակադարձել է, նշելով, որ Ուկրաինան ի վերջո ստիպված կլինի վերադառնալ բանակցություններին շատ ավելի վատ դիրքերից։ Միևնույն ժամանակ Բրյուսելում Եվրամիության անդամ երկրները համաձայնության են եկել Ուկրաինային 140 միլիարդ եվրոյի վարկ տրամադրումն արագացնելու շուրջ, որը կֆինանսավորվի սառեցված ռուսական ակտիվներից ստացված շահույթի հաշվին։ Թեև այս ծրագիրը վկայում է Ուկրաինային արևմուտքի շարունակական հզոր աջակցության մասին, պաշտոնյաները նշել են, որ դեռևս առկա են լուծման կարիք ունեցող բարդ տեխնիկական մանրամասներ։ Այս օդային հարձակումները տեղի են ունեցել ռազմաճակատում ընթացող կատաղի մարտերի ֆոնին, որտեղ երկու կողմերն էլ հայտնում էին մարտական հաջողությունների մասին։ Նախօրեին ռուսական կողմը հայտնել էր մի քանի ուղղություններով առաջխաղացման և ուկրաինական գրոհները հետ մղելու մասին։
Ի պատասխան Ուկրաինայի ռազմական հրամանատարությունը հայտնել է ռուսական բազմաթիվ հարձակումներ կասեցնելու եւ հակառակորդի կարևոր ռազմական թիրախներին հաջող հարվածներ հասցնելու մասին։ Հինգշաբթի ռուսական կողմը հայտնեց, որ ռուս ինձարայողները լիակատար վերահսկողություն են հաստատել Դոնեցկի շրջանի Ռոգ բնակավայրի նկատմամբ։ Մասնագետները նշում են, որ հակամարտությունը թևակողում է առավել կատաղի եւ անզիջում փուլ, ինչը դրսեւորվում է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների սրմամբ եւ դիվանագիտական գործընթացի փակուղով։ Այս ֆոնին միջազգային հանրությունը գիտակցելով երկարատև դիմակայության անխուսափելիությունը պետք է փորձի մշակել պատերազմն ավարտելու նոր երկարաժամկետ մեխանիզմներ։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Եվ օրվա հիշեցումը, փոխեք անվադողերը, վաղվանից եթե ձմեռային անվադողերով չլինի ձեր մեքենան, չեք կարողանա այն վարել, շահագործումը կդադարեցվի։ Ոստիկանությունը խիստ է տրամադրված, այնպես որ եթե մինչև հիմա չեք արել, փորձեք մինչև գիշեր փոխել։ Բոլոր մանրամասները պատմում է Մոնիկա Հայրոյանը։ Արդեն վաղը նոյեմբերի 15-ին կտուգանվեն բոլոր այն վարորդները, որոնց մեքենաները չեն ունենա ձմեռային անվադողեր, ընդ որում պատիժն այս անգամ ավելի խիստ է լինելու։ Այս մասին 6 օր առաջ հայտնել է ոստիկանությունը։ Մասնավորապես կարգելվի մեքենա վարել, երբ սովորական մարդատար մեքենաներին եւ ոչ շատ մեծ բեռնատարներին, որոնց թույլատրելի քաշը բեռի հետ միասին չի գերազանցում 3.5 տոննան, ձմեռային անվադողեր տրված չեն։ Եթե ճանապարհը սառցակալել է կամ ձյունով է պատված, մեքենայի ձմեռային անվադողերի ակոսների խորությունը 4 մմ է կամ դրանից ավելի քիչ, ապա անվադողերը մաշված են, ուստի վարորդներին դարձյալ տուգանք է սպառնում։ Անվադողերի վաճառքի կետերից մեկի տնօրենը նշում է, որ վերջին օրերին գնորդների թիվը կտրուկ աճել է, ինչի արդյունքում վաճառքի կետում երկար հերթեր են գոյացել։ Մարդիկ ավելի զգուշավոր են դարձել, ավելի զգուշացված են դարձել պետության կողմից եւ ավելի ապահովություն կլինի այդպես, որ նախապես փոխեն ձմեռային անվադողերի, որ պրոբլեմների չհագենան, ձմեռվա սառցեպատ ճանապարհներին ավելի ապահով արեն։ Գեղամանուկյանը մատնանշեց նաեւ մեկ այլ կարևոր հանգամանք։ Նույն ձև էլ պարտադիր է, որ գարունը անցնեն ամառային անվադողերի, որովհետև շատերը ուշադրություն չեն դարձնում եւ ձմեռային անվադողերը ամռան շոկին օգտագործելու դեպքում շարքից դուրս են գալիս եւ հաջորդ ձմեռ այդ որակով այլևս չեն աշխատում։ Շատ կարևոր է, որ ձմեռը ձմեռային անվադողերով վարեն, մեքենան ապահով, իսկ ամռանը ամառային։ Հենց իրենց հաճախորդներից էլ հարցախույզի միջոցով փորձեցինք հասկանալ, ինչ կարծիքի են վարորդները եւ արդյոք պատրաստ էին անվադողերի վաղաժամ փոփոխությանը։ Դե հա, համարյա թե վերջի օրն է մնացել, 1 օր է մնացել։ Հա, իհարկե, դրանով պայմանավորված շտապել ենք։ Պես տեսնում եք, հերթ է, հա, խնդրել եմ, որ արագին սպասարկեն, շուտ հասնեմ աշխատանքին, ընդառաջել եմ որպես կին։ Եկանք պայմանավորվեցինք կես ժամ առաջ մոտեցանք։ Անվտանգությունից ելնելով պետք է փոխել անվադողերը ձմեռը ձմեռայինով, ամառը ամառայինով։ Իդեպ անցյալ տարի կառավարությունն ընդունեց որոշում, որով պարտադիր դարձավ ձմեռային անվադողերի կառավարումը նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ։ Օրենսդրական այս պահանջը ուժի մեջ մտավ 2024-ի դեկտեմբերի 10-ին։ Խախտման դեպքում նախատեսվել էր 5000 դրամ տուգանք, իսկ եթե ձմեռային անվադողերի բացակայության հետևանքով տեղի էր ունենում ճանապարհատրանսպորտային պատահար, տուգանքի չափը հասնում էր 20000-ի։ Այս տարի խախտում արձանագրվելու դեպքում մեքենայի շահագործումը պարզապես կդադարեցվի։ Մոնիկա Հայրոյան, Ստեփան Տիգրանյան, Open Media։ Այսքանը հետևեք մեզ սոցցանցերում եւ բաժանորդագրվեք։ Ամփորձանք շաբաթ կիրակի եմ մաղթում ցտեսություն։